Դուք առաջ կգաք, եք էլի։ Խոստացան, որ Դուք իջեք, որ չբանջարեն։ Խոստացել են, որ մոտ ժամանակներս դա կլինի 10 րոպեից 2 օրից, պաշտոնական Թբիլիսին հանդես կգա հայտարարությամբ։ Հստակ ժամկետներ չեն հայտնել, ասեն 10 րոպե հնարավոր է, նաև հնարավոր է 2 օր, հստակ ժամկետներ ասեցին, որ չեն կարող հայտնել, բայց որ խոստացան պաշտոնական Թբիլիսին հանդես գա հայտարարությամբ, հարցին լուծում, բացատրություն, թե կոնկրետ ինչ հայտարարություն, ինչ որոշում, դա դեռ ոչ մեկ, նույնիսկ իրանք տեղյակ չեն, իրանք դիմել են պաշտոնական Թբիլիսին, հիմա իրանք ոնց որ եւ մենք ակնկալում են այնտեղից պատասխան, իսկ ժամկետները այո, իրենք արդեն դիմել են ու սպասում են պատասխանների։ Դե ամեն դեպքում երևի իրենք հստակ տեղեկացված չէին եղել կամ երևի լրջությունը այդ աստիճան չէին պատկերացնում։ Հիմա ամեն դեպքում ինչպես այո, որովհետև մեզանից իրենք մանրամասն ինֆորմացիա էին ակնկալում, մենք հնարավորինս փորձեցինք հակիրճ ներկայացնել ստեղծված իրավիճակը, խոստացան ընթացք տալ։ Իրենք ասեցին, որ տեղյակ չեն խնդրից, դուք այդպիսի տպավորություն ստացաք։ Եթե դուք ձեր խոսքերից ես ենթադրում եմ, որ միգուցե եւ տեղյակ էին, բայց երևի այսքան խորքային չէ, ինչքան որ իրողությունն է։ Ում հետ հանդիպեցիք։ Կոնսուլի։ Դեսպանի։ Գայանե Պողոսյան, Ռոշանի կոնյակի գործարան, արտահանման մասնագետ։ Դուք այսինքն Այո, մենք հույս ունենք, ակնկալում ենք, որ շատ կարճ ժամանակում իրենք մեր հետ կապ կհաստատեն, իրենք վերցրեցին մեր կոնտակտները եւ խոստացան, որ անմիջապես մեր հետ կապ կհաստատեն պատասխան ստանալուց հետո։ Հակառակ պարագայում մենք շարունակելու ենք մեր խաղաղ ակցիաները, որովհետև սա լուրջ խնդիր է, որը պահանջում է շուտապույտ լուրջ։ Որը պարզաբանում իրենց գործողությունների մասով Ոչինչ, ընդհանրապես ոչինչ։ Դիտարկումներն էլ լսենք։ Հա, պարոն, բայց ներքևի չեք։ Մի փոքր մի աստիճան ներքևի չեք, պարոն։ Սպասում ենք պատասխանի, դեսպանը իմ տպավորությամբ դեսպանը տեղյակ չէր եւ նորը հարցում տվել, ինքը խոստացավ, որ մոտակա ժամանակներում կստանա պատասխանը եւ կփոխանցի մեզ։ Դուք նշեցիք, որ այդ որոշումը ապօրինի է նմուշարման, որովհետեւ իրենք ընդհանրապես Այո, մենք դա նշեցինք, բայց իր ասելով, իրեն ասել են Վրաստանից, որ իրավունք ունեին մեքենաները բացեին, նմուշարում անեին եւ ուղարկեին անալիզի։ Որ ընթացակարգում ասային, եթե չի կարողանում դա բացել, ինքը չի կարողանում դրա պատասխանը տա, ինքը ուղղակի ասում է, որ ինձ այդպես են տեղեկացրել Վրաստանում։ Մենք չենք ստացել որևէ հիմնավորում, մեր մեքենաները կանգնեցել են, բեռը բացվել է, նմուշարումը արվել է եւ մենք դրա մասին ոչ մի թուղթ չունենք։ Ոչ ակտ, ոչ, չէ, այդ հարցը չենք տվել, ինքն էլ չէր կարող դա պատասխանել։ Ձերևույթի Մենք սպասում ենք, խոսք ենք տվել, սպասենք այս մոտակա 1-2 օրը, հետո նոր երևույթի նորից կգանք, հա։ Չէ, ինքը ասեց կարող է նաև այսօր լինի, բայց կարող է 2 օրից լինի։ Պահանջը կառավարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից ձևակերպվել է, գուցե նաև ակցիայի տեսքով լինի։ Մենք տեղյակ չենք, Երևանում Հայաստանի կառավարությունը ինչ պահանջ է ներկայացրել։ Ձեր կողմից պահանջը։ Մենք չենք պահանջել ոչինչ, մենք խնդրել ենք, որ մեր հարցին լուծում տան եւ էկոնոմիկայի նախարարը, իր տեղակալը Խոջյանը մեզ ասել են, որ զբաղվում են այդ գործով։ Տպավորությունը, բայց որ չեն զբաղվում։ Դե միջև հիմա որ ոչ լուծում կա, ոչ որևէ բացատրություն մենք։ Դուք անձամբ էկոնոմիկայի նախարարին եք հանդիպել։ Ես չեմ հանդիպել, ոչ։ Մենք զանգերով խոսել ենք, մեզ ասել են, որ Խոջյանն է զբաղվում, հետո մենք տեսել ենք հերոստատեսությունը, որ այդ հարցը ազգային ժողովում է, եթե չեմ սխալվում, հնչել է ու նախարարը պատասխանը տվել, ասել է, որ այդ գործով զբաղվում են։
ի վիճակի է Հայաստանի կառավարությունը այս խնդիրը լուծելու։ Ես չգիտեմ, եթե ի վիճակի լիներ, միջև հիմա կլուծեր։ Շնորհակալություն։ Պարոն Շանազարյան, ձեզ ինչ